Բարի լույս, բարի երկուշաբթի իմ շատ սիրելի հեռուստադիտողներ։ Սկսվեց աշխատանքային շաբաթը եւ դա նշանակում է, որ Կոտայք հեռուստաընկերության եթերում իր աշխատանքն է սկսում Բարի լույսը։ Ես եւ մեր ամբողջ ստեղծագործական կազմը բոլորիդ մաղթում ենք հաճելի եւ բարի օր։ Այսօր նոյեմբերի 10-ն է եւ ամբողջ աշխարհում նշվում է երիտասարդության համաշխարհային օրը, որը խորհրդանշում է երիտասարդության համախմբվածությունն ու համերաշխությունը։ Նոյեմբերի 10-ը նշանավորվում է նրանով, որ 1945 թվականին հենց այդ օրը Լոնդոնում տեղի ունեցած երիտասարդների համաշխարհային համաժողովի ընթացքում հիմնադրվեց ժողովրդավարական երիտասարդության համաշխարհային դաշնությունը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ֆաշիզմի դեմ պայքարելու նպատակով կազմակերպված համաժողովը նախաձեռնել էր երիտասարդության համաշխարհային խորհուրդը։ Այդ ժամանակից սկսած երիտասարդական կազմակերպությունների միջազգային միավորումը համախմբում է աշխարհի երիտասարդության անկախ նրանց քաղաքական եւ կրոնական հայացքներից, ռասայական եւ ազգային պատկանելիությունից։ Ամենահայտնի իրադարձությունը, որը կազմակերպում է կառույցը, երիտասարդության եւ ուսանողների փառատոնն է։ Երիտասարդության եւ ուսանողների առաջին համաշխարհային փառատոնը անց է կացվել 1947 թվականին Պրահայում, համախմբելով 17000 մասնակցի։ Իսկ Ավստրալիայում նախատեսվում է 2027 թվականին բացել եզակի փակ լեռնադահուկային ատրակցիոնը։ Այն լեռնադահուկային թունելը ունի հսկայական պտտվող անիվի ձև, բարձրությունը 12.5 մետր է, համարժեք 4 հարկանի շենքի, երկարությունը 16 մետր, լայնությամբ համեմատելի է ստանդարտ լեռնադահուկային լանջի հետ։ Դահուկավազքի ընդհանուր մակերեսը ավելի քան 600 մետր է, ձյան ընդհանուր մակերեսը ավելի քան 3000 մետր քառակուսի, 900 մետր խորանատ արհեստական ձյունով։ Կազմակերպվող արագության բոլոր հմտությունների մակարդակների համար նախագծի հիմնադիրները ավստրալիացի ձեռնարկատեր գործադիր տնօրեն Սքոթ Քեսլերի գլխավորությամբ նախատեսում է տեղադրել մի քանի նմանատիպ ատրակցիոններ ամբողջ երկրում, սկսած Մելբուրնից, Սիդնեյից եւ Բրիսբենից։ Մեր առաքելությունն է բացահայտել ձյան կախարդանքը եւ բոլորի մեջ սերմանել դահուկային արկածների նկատմամբ կիրք տարվա բոլոր եղանակներին, ասել է հիմնադիր նախագահը։ Հարգելի հեռուստադիտողներ, հիմա առաջարկում եմ լսենք հաճելի երաժշտություն, թարմանանք, վերադառնանք եւ ես արդեն կներկայացնեմ մեր այսօրվա հյուրին։ Մենք վերադարձանք, հարգելի հեռուստադիտողներ, բարի լույս եմ մաղթում նրանց, ովքեր նոր են միացել մեզ, իսկ ես արդեն շտապ եմ ներկայացնել մեր այսօրվա հարգարժան հյուրին։ Այսօր զրուցելու ենք ռեժիսոր, փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար, գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Վահան Բադալյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, բարի լույս։ Շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Ես էլ եմ շնորհակալ հրավերի համար։ Մեր ավանդական հարցով եմ ցանկանում սկսել զրույցը, սովորաբար ինչպես եք սկսում ձեր օրը, ձեր առավոտը ինչպես եք սկսում։ Սուրճով եւ միանգամից աշխատանքային ռիթմի մեջ մտնելով։ Աշխատանքը շատ շուտ է սկսվում։ Իսկ այո, որպես ռեժիսոր եւ ստեղծագործող մարդ, դուք ինչպիսի մարդ եք, սիրում եք ավելի շատ երեկոյան աշխատել, թե ավելի շատ ցերեկն եք սիրում, ձեր մուսանային երբ է գալի։ Սովորաբար, այո, այդպիսի ստերեոտիպ կա, որ արվեստագետները սիրում են ավելի երեկոյան, գիշերային ժամերին ապրել, ստեղծագործել, բայց ինձ համար գիշերային ժամանակը հանգստի համար շատ կարևոր է, դրա համար ես աշխատում եմ բոլոր գործերը, փորձերը ավարտել մինչև ուշ երեկո եւ հետո վայելել քունը։ Այսօր մենք երկու թեմա ունենք քննարկելու, փոքր թատրոնի մասին ենք խոսելու, որպես գեղարվեստական ղեկավար դրա ստեղծման մասին, բայց մեր հեռուստադիտողներից շատերը ձեզ ճանաչում են, շատերը ձեզ լավ ծանոթ չեն։ Մի փոքր ձեր անցած ուղու մասին եմ ցանկանում խոսել, ինչպես սկսվեց ձեր ճանապարհը թատրոնում որպես ռեժիսոր։ Շատ եմ պատմել դրա մասին, բայց փորձեմ շատ հակիրճ, ամեն ինչ սկսվել է ընտանեկան բակային թատրոնից, հետո վերաճեց նկուղային թատրոնի, ծնողներիս խնդրեցի այնտեղ փոքր տարիքում թատրոն բացեցի, որի արդյունքում հետագայում հայտնվեցի փոքր թատրոնում լուսահոգի Հենրիկ Իգիթյանի հրավերով, ում անվան կենտրոն այժմ նաև ղեկավարում եմ։ 17 տարեկանից փոքր թատրոնում եմ աշխատում որպես ռեժիսոր, արտերկրում եմ շատ աշխատել, բեմադրություններ արել,
դժվար է այսպես մի քանի բառով ամբողջ ուղին ներկայացնել, թատերական ոլորտում շատ նախընտրում եմ տարբեր ոճերի մեջ աշխատել, եւ դրամատիկական, եւ ժամանակակից պար, եւ ստվերային թատրոն, շատ տարբեր ոճերի ներկայացումների հեղինակ եմ։ Արդեն երևի 23 տարի այս ոլորտում եմ, նաեւ 17 տարեկանից թատերական մանկավարժության մեջ եմ շատ խորասուզվել եւ փոքր թատրոնի ստուդիայի հիմնադիր կարելի ասել, արդեն 5-6 սերունդ է մեծացել փոքր թատրոնում։ Այս պահին իմ տնօրենի աշխատանքի բերումով շատ դասավանդումով չեմ կարողանում զբաղվել փոքր թատրոնում, բայց ունենք երիտասարդ ռեժիսորներ, մանկավարժներ, ովքեր աշխատում են երեխաների հետ եւ այն բոլոր ավանդույթներն ու սկզբունքները, որոնք որ դրված են եղել փոքր թատրոնում, պատվով շարունակում են։ Այս տարի արդեն երկրորդ կուրսում եմ դասավանդում Թատերական ինստիտուտում, երկար տարիներ հրավիրում էին աշխատանքի եւ զբաղվածության բերումով չէր ստացվում, բայց նաեւ ուսանողների հետ եմ աշխատում այժմ մեծ հաճույքով եւ մեծ հույս ունեմ, որ այս սերունդը նույնպես փոքր թատրոնի արժանի դերասանակազմը կլրացնի շուտով։ Դուք երբ որ ստեղծում եք բեմադրություններ, ձեզ համար ամենաբարդ բեմադրություններ ստեղծելիս որն է եւ ինչ հիմնական ձեռագիր ունեք, որով տարբերվում եք մնացած ռեժիսորներից։ Շատ մեծ դեր ունի ներշնչանքը եւ տվյալ պահին իմ հոգեվիճակը եւ այն մտահոգությունները, որ ունեմ, երբեք չասեմ, բայց եղել են առիթներ, որոնք որ ծրագրային են եղել բեմադրություններ անելու ինչ որ կոնկրետ նպատակով, կոնկրետ թեմայի շուրջ, բայց այն բեմադրությունները, որոնք որ ես համարում եմ իմ կարիերայի ընթացքում շատ կարևոր, դրանք միշտ ծնվել են իմ այդ տվյալ ժամանակահատվածում ունեցած մտահոգությունների, հույզերի, ներշնչանքների արդյունք ու որևէ սկզբունք չեմ կարող ասել, թե ինչպես այդ նյութը ընտրվել։ Տվյալ ժամանակահատվածում տարբեր բաղադրիչներ, երբ որ սկսում են քո վրա ներազդել, մեկ էլ գտնվում են ստեղծագործությունը կամ դու հիշում ես մի ստեղծագործություն, որը լավագույնս այդ պահին կարտահայտի քո ասելիքը, եւ այդպես էլ ընտրվում են գործերը։ Իսկ գեղագիտության իմաստով շատ դժվար է բեմադրիչի համար նկարագրել իր ձեռագիրը, դա ավելի շատ հանդիսատեսը եւ տեսաբաններն են անում, բայց ես շատ սիրում եմ աշխատել միջոլորտային խաչմերուկներում, այսինքն մաքուր թատերական ժանրը այլևս ինձ այդքան չի հետաքրքրում, ես միշտ համադրում եմ դա ֆիզիկական թատրոնի, նոր տեխնոլոգիաների, թատերական սրահը եւս այն միակ տեղը չէ, որտեղ սիրում եմ ստեղծագործել, ալտերնատիվ տարածքներ եմ միշտ փնտրում եւ փորձում եմ հանդիսատեսին բերել մի այնպիսի միջավայր, որտեղ որ իրենք յուրահատուկ էմոցիաներ կապրեն։ Երկար տարիներ լինելով այս ոլորտում, ստեղծագործելով, լինելով ռեժիսոր, ինչ եք նկատում, ներկայումս ինչ է տիրում հայկական թատրոնում, կինոյում որպես ռեժիսոր եւ կան թեմաներ, որ դուք մտածում եք, որ կարելի է անդրադառնալ, բայց դեռ ռեժիսորները այդ թեմաներին չեն անդրադառնում։ Անշուշտ թատերական կյանքը, ես ավելի շատ թատրոնի մասին կարող եմ խոսել, որտեղ կինոյին շատ լավ ծանոթ չեմ, թատերական կյանքը որոշակի զարգացումներ ապրել է եւ ի ուրախություն ինձ կան երիտասարդ միջին տարիքի շատ հետաքրքիր ստեղծագործողներ եւ բեմադրիչներ եւ դերասաններ ունենք արդեն, ովքեր որ հետաքրքիր առաջարկներով են, հա, ստեղծագործական հանդես գալիս։ Նյութի տեսանկյունից շատ կուզեի ու երկար տարիներ խոսում ենք դրա մասին, որ ժամանակակից դրամատուրգիայի շնորհիվ զարգանա այժմեական, առօրեական թեմաների անդրադարձը թատրոնում, կարծում եմ, որ դա դեռ մեր թատրոնի մեծ բացերից է։ Ժամանակակից աշխարհում թատրոնը զարգանում է
տվյալ երկրի, տվյալ ժամանակահատվածին անդրադարձող խնդիրների, թեմաների շուրջ դրամատուրգիայով։ Մեզ մոտ դեռ մենք մի քիչ վախենում ենք ուղիղ խոսել մեր խնդիրների մասին եւ ամեն ինչ միջնորդավորված է, փորձում ենք դասական պիեսների միջոցով մեր ասելիքը տեղ հասցնել, բայց կարծում եմ դա արդեն մի քիչ նորաձև չէ ժամանակակից աշխարհում, ավելի հանդիսատեսը ուզում է իրեն մտահոգող, իրեն հուզող հարցերի պատասխանները տեսնել, իր ժամանակի հերոսներին տեսնել բեմում, բայց դեռ մենք այդ ճանապարհը տեղ ունենք գնալու։ Իսկ ինչպիսի ներկայացումներ են ամենաշատը հանդիսատեսը պահանջում, ինչն են ամենաշատը սիրով նայում նրանք։ Ստատիստիկ տվյալներ չունեմ, չեմ կարող հստակ ասել, բայց ես գիտեմ, որ Հայաստանում շատ պահանջարկ ունեն մանկական ներկայացումները, որտեղ երեխաների համար ստեղծվող ներկայացումների պահանջարկը մեծ է եւ նաեւ ուրախ եմ, որ որակն էլ է սկսել բարելավել եւ շատ որակյալ մանկական ներկայացումներ կար, ինչը չկար տարիներ առաջ եւ ուրախ եմ, որ ծնողները դեռ կարեւորում են իրենց երեխաներին թատրոն տանելը եւ տերական մշակույթին մոտ դարձնելը։ Կարող եմ ասել, որ վերջերս փոքր թատրոնը մի նախագիծ իրականացրեց, շվեյցարացի դրամատուրգ եւ ռեժիսոր էին հրավիրել Հայաստան, ով թինեյջերների հետ, պատանիների հետ իրենց հուզող թեմաների շուրջ մի շատ հետաքրքիր ձևաչափով ներկայացում բեմադրեց, որը կոչվում էր մարդկային սրտի մեխանիկան։ Ներկայացումը խաղացվում էր դպրոցում դասասենյակում, շատ պատահական դերասանները մտնում են դասասենյակ եւ սկսում են խաղալ իրենց պատմությունը եւ ռեժիսորի եւ դրամատուրգի արչեւ խնդիր էինք դրել, որ մեր հայ երեխաների հետ տարբեր հարցազրույցների միջոցով ի հայտ բերի բոլոր այն պատանեկան խնդիրները, որոնք որ իրենք ունենում են այդ տարիքում, միջանձնային փոխհարաբերությունները ընտանիքի մեծերի հետ, նույն այդ բուլինգ կոչվածի, որը ցավոք սրտի շատ տարածված է եւ պետք է ասեմ, որ ներկայացումը շատ հրաշալի արձագանք ունեցավ։ Վերջում հանդիսատես երեխաները փայլուն տպավորություններով էին կիսվում ու ես իսկապես զարմացել էի, թե ինչքան իսկապես պահանջ կա, որպեսզի օրինակ թինեյջերները իրենց հուզող հարցերի մասին ներկայացումներ տեսնեն, ֆիլմեր տեսնեն, հետո դա նաև առիթ դառնա այդ թեմաները բարձրաձայնելու, խոսելու ու փոքր թատրոնը այս առումով միշտ փորձում է այտենց նմանատիպ նոր ձևաչափեր բերել Հայաստան եւ ես մեծ հույս ունեմ, որ այս ձևաչափը նույնպես երկար ճանապարհ կունենա եւ հանդիսատեսին նոր նյութով զարմացնելու հնարավորություններ կտա։ Իսկ երեխաները երբ որ սովորում են այնտեղ փոքր թատրոնում, դասը process-ը ինչպես է իրականացվում, ինչ բեմադրություններ են նրանք անում եւ հիմնականում հենց պրոֆեսիոնալ է թե նաեւ սիրողական խմբակներ կան։ Մեզ մոտ կրթությունը արտադպրոցական է, այսինքն երեխաները դպրոցից հետո են գալիս թատրոն, շաբաթական 3 անգամ 1.5 ժամով եւ յուրաքանչյուր օր ուսումնասիրում են մեկ առարկա իրենց դասախոսների հետ, դերասանի վարպետություն են ուսումնասիրում, բեմական խոսքի մշակույթն է զարգացվում եւ նաեւ պար բեմական շարժում եւ այս 3 բաղադրիչներով փորձում ենք երեխաներին մաքսիմալ պրոֆեսիոնալ ձևով իրենց տարիքի համար կրթել։ Մեր գերնպատակը այն չէ, որ երեխաները վաղ մյուս օրը պրոֆեսիոնալ դերասաններ դառնան, որովհետեւ կարծում եմ, որ թատրոնով զբաղվելը շատ այլ որակներ է դաստիարակում մարդու մեջ, նույն հրապարակային ելույթ ունենալը, երևակայության զարգացումը, ճաշակի զարգացումը, ինչու՞ չէ առողջության հետ կապված պլաստիկայի եւ շարժման ակտիվ, ներդրում այդ տարիքում, իսկ թե ովքեր են հետագայում այն քաջերը, ովքեր որ ընտրում են դերասանի բարդ մասնագիտությունը, հատկապես Հայաստանում, դրանք մի քիչ տոկոսով քիչ մարդիկ են, բայց վստահաբար եւ լավ հանդիսատես են դառնում, թատրոն գնահատող, թատրոն հասկացող եւ ինչպես ասեցի, բազմակողմանիորեն զարգանում են։ Իսկ որ տարիքից մինչև որ տարիքը կարող են սովորել։ Մեզ մոտ 6-ից մինչև 17-18 տարեկան կարող են սովորել թատրոնում։
Այո, իսկ սիրողական խմբակները դրանք կարելի է բոլորն էլ սիրողական կոչել, մոտեցումը իհարկե պրոֆեսիոնալ է, բայց երեխաները պրոֆեսիոնալ են դառնում, երբ որ արդեն մասնագիտական կրթություն են ստանում 18-ից հետո, հա, մինչ այդ տարիքը բոլոր երեխաների սովորացնել կարող ենք այսպես սիրողականացնել։ Ու հիմա շատ ենք նկատում, որ երեխաները հատկապես եթե ընդունվում են թատերական ինստիտուտ կամ նկարահանվում են ինչ-որ տեղերում, միանգամից արագ հեշտ ճանապարհով ցանկանում են հայտնի դառնալ, անգամ դպրոցներ հաճախելով թատերական։ Այդ ձեր առաքելությունը հիմնական ո՞րն է, ինչ եք դուք տալիս երեխաներին։ Ես շատ դեմ եմ այդ տենդենսին, լինում են այո ծնողներ, ովքեր որ հենց այդ նպատակով են երեխաներին նաև թատրոն բերում ու առաջին հարցը իսկ երբ են խաղալու, իսկ իրենք նկարահանվում են, թե չեն նկարահանվում եւ այլն եւ այլն։ Ես փորձում եմ բացատրել, որ դա չի առաջնային նպատակը եւ կարեւորությունը եւ ես մի տեսակ չեմ էլ հասկանում, թե այդ փոքր տարիքում հանրահայտ դառնալու մոլուցքը ինչի հետ է կապված, որովհետեւ դա շատ ժամանակավոր եւ անցողիկ մի երևույթ է, որը չի ազդում ոչ երեխայի երջանիկ ապագայի վրա, ոչ կյանքի որակի վրա, ինչպես մի տեսակ այսպես փառասիրության ուղղակի սպառում պիտի լինի։ Մենք ավելի շատ հենց կրթության վրա ենք կենտրոնանում, ինչպես ասեցի, երեխաներին բազմակողմանի զարգացնելու վրա ենք շեշտը դնում։ Երեխաները եւ գրականություն են կարդում պարտադիր եւ քննարկումներ են ունենում, այսինքն փորձում ենք նաեւ ինտելեկտուալ աշխատանք տանել, իսկ թե ովքեր են հետագայում հայտնվում բեմական տարածքում կամ իհարկե մեր թատրոնում էլ լինում են երեխաներ, ովքեր որ նկարահանում են ֆիլմերում, բայց դա այսպես կարելի ասել երկրորդական հա մի գործունեություն է, առաջնայինը իսկապես երեխաների հոգևոր, մշակութային եւ ֆիզիկական զարգացումն է։ Իսկ արդեն ունեք հաջողած երեխաներ, ովքեր Անշուշտ ունենք, այո, իհարկե, թատրոնի սաներից շատերը այժմ բավական ճանաչված դերասաններ են, ընդունվել են թատերական ինստիտուտ, ավարտել են, շատերը նոր են մտածում դրա մասին, հենց իրենց թինեյջերական տարիքում արդեն նկարահանվում են եւ այլն, բայց դա, ինչպես ասացի, մեր գերնպատակը չի։ Երեխաները երբ որ սովորում են, ցանկալի է նաև որ իրենց սովորածը կարողանան կիրառել։ Այդ սովորելու ընթացքում երեխաները ներկայացումների մեջ նույնպես ներգրավված են խաղում։ Թատրոնում պարբերաբար բեմադրվում են ներկայացումներ, լինում են բաց դասեր, տարբեր տեսակի նախագծեր եւ երեխաները միշտ ներգրավված են լինում այդ ներկայացումներում, ամենաավանդական եւ մեծ նախագիծը դրանք մեր ամանորյա ներկայացումներն են, որոնք որ շատ հայտնի են քաղաքում, շատ շուտով կարծես թե նորից կունենանք Ձմեռպապի հետ թեյախմություն ֆորմատով բեմադրությունը, որ արդեն 4-5 տարի է ներկայացնում ենք մեզ մոտ, այնտեղ հենց մեր թատրոնի սաներն են զբաղված որպես դերասաններ։ Իսկ ընդունելությունը ինչպես է իրականացվում։ Յուրաքանչյուր ով որ ցանկանում է կարող է սովորել, թե հատուկ քննության պես ընթանում է, եթե երեխայի մեջ ինքնուս կա տաղանդ, արդեն կարող է նաև ներգրավել եւ սովորել։ Դա էլի իմ որդեգրած սկզբունքներից մեկն է, որ ընդունելությունը տեղի ունենում պարզապես հարցազրույցի միջոցով եւ երեխայի ցանկությունը միայն թատրոնով զբաղվելու լրիվ բավարար է, որ նա ընդգրկվի մեր ստուդիայում։ Դա էլ այդ եզրահանգման եկել եմ, քանի որ ինչպես ասեցի 6-7 սերունդ է մեծացել, երեխաների մոտ այդ տարիքում այնպիսի մետամորֆոզներ են լինում, որ սկզբում կարող է տեսնես կամ մտածես, որ երեխան ընդհանրապես կապ չունի թատրոնի հետ, որևէ տաղանդ չունի, որևէ այսպես ապագա, հա, չես տեսնում իր մեջ որպես դերասան, բայց 1-2 տարի հաճախելուց հետո թատրոն 180 աստիճանի փոխվում է մարդը եւ այնպիսի զարմանալի անհատականություն է դառնում, դրա համար հնարավորություն պետք է տալ բոլորին, բոլոր երեխաներին, եթե նրանք ունեն այդ ցանկությունը։ Իսկ երբ որ իրականանում է հարցազրույցի միջոցով ընդունելությունը, ամենաշատ պատասխանները ինչ են հնչում, ինչու են նրանք ցանկանում ընդունվել եւ սովորել։ Դե սկզբնական շրջանում, այո, ինչպես միշտ բոլորը ուզում են հայտնի լինել կամ ունեն սիրած դերասան, դերասանուհիներ ուզում են նմանվել նրանց, շատ հաճախ լինում է, որ ասում են մենք չենք ուզում գալ, բայց մեր ծնողներն են ուզում, դա էլ էլի հասկանալի
դրդապատճառ է, բայց կարծում եմ ցանկացած պարագայում էլ միևնույնն է, երբ որ ընկնում ես այս միջավայրի մեջ, միջավայրը սկսում է քեզ հետ աշխատել, դու սկսում ես միջավայրի մեջ տեսնել ինքդ քեզ եւ որոշակի ժամանակ անցկացնելուց հետո ոչ միայն մեր ստուդիայում, այլ ցանկացած ստուդիայում վստահ եմ եւ ծնողները եւ երեխան սկսում են արդեն կողմնորոշվել, արդյոք ես այն տեղն է եւ այն ճանապարհն է, որ ճիշտ են ընտրել թե չէ։ Ես ուրախ եմ, որ ստաբիլ մենք պահանջարկ ունենք, մեր սաները միշտ գալիս են, մեր խմբերը միշտ բազմամարդ են ու ուրախ եմ, որ Երևանում լավագույն թատերական ստուդիաների համբավը ունենք, շատերն են աշխատում մեզ մոտ գալ եւ ովքեր որ գալիս են մեզ մոտ, իրենք վստահաբար գիտեն ինչի համար են գալիս, ինչպես ասացի, այդ սկզբունքների, որ մենք պահում ենք։ Իսկ դասերը հիմնականում միայն խմբային է, թե նաեւ անհատական դասեր նույնպես ընթանում։ Հիմնականում խմբային են անցկացվում դասերը, բայց բնականաբար փորձերի ընթացքում, երբ որ ներկայացման վրա ենք աշխատում եւ կա որոշակի անհատական հատվածներ աշխատելու, այնտեղ երեխաների հետ նաեւ անհատապես են աշխատում։ Պարոն Բադալյան, այն ժամանակ, երբ որ դուք եք ստեղծագործում, սովորում եւ հիմա համեմատելով, ինչպիսի սերնդափոխություն եք նկատում աշխատասիրության առումով եւ ունենք արդեն ապագայում լավ ռեժիսորներ եւ թատրոնի դերասաններ։ Անշուշտ կան փոփոխություններ, բայց ես կարծում եմ, որ մեր թատերական կրթական ոլորտը ժամանակակից տենդենսներին հետևելու մեծ խնդիր ունի։ Մենք մի քիչ մեղմ ասած հետ ենք մնացել աշխարհի քայլերից։ Իհարկե որոշակի բաներ փոփոխվել են, իհարկե այս տարիների ընթացքում կան մասնագետներ, ովքեր վերապատրաստվել են դրսում, նոր գիտելիք եւ փորձ են բերել իրենց հետ։ Ես էլ պարբերաբար միշտ աշխատում եմ բոլոր թարմնորություններին հետևել, ինչ է կատարվում աշխարհում եւ ամենալավագույն փորձը փոխանցել ուսանողներին եւ սաներին թատրոնի։ Այո, կան փոփոխություններ, բայց մենք պիտի մի քիչ ավելի մեծ մտածենք, հայ թատրոնը նաև տեսնենք համաշխարհային թատրոնի կոնտեքստում, չսահմանափակվենք միայն մեր լեզվի սահմաններով ու կարծում եմ արդեն կան երիտասարդներ, ովքեր որ հասկանում են, որ քանի որ մեր շուկան շատ փոքր է Հայաստանում, հաջողակ դերասան դառնալու համար, լավ դերասան դառնալու համար իսկապես պիտի բազմակողմանիորեն զարգացած լինես, պիտի մի քանի լեզվի տիրապետես, որովհետև այդ ժամանակ հնարավորությունները շատ ավելի շատ են դառնում եւ դու չես սահմանափակվում միայն, ինչպես ասացի, հայկական շուկայով։ Ինչպես նշեցիք, մի փոքր հետ ենք մնում միջազգային ասպարեզից, որոնք են այդ քայլերը, որ հետ մնալու, որ մենք փոքր տարբերվում ենք նրանցից։ Ինչ ունենք սովորել։ Մենք հատկապես դերասանները եւ թատրոն զբաղողները կարծում եմ, որ շատ ծույլ ենք, պատասխանատու չենք։ Ես անverջ այդ պայքարների մեջ եմ նաեւ իմ ուսանողների հետ։ Այդ ծուլությունը, ոչ պատասխանատվությունը ստեղծում է ոչ պրոֆեսիոնալիզմ նաև, դրսում շատ առիթներ եմ ունեցել աշխատելու ու ես երբևիցե չեմ տեսել որևէ դերասան կամ որևէ պարող կամ որևէ արտիստ, ով փորձի ժամից կարող է ուշանալ, ով փորձին կարող է գալ չպատրաստված, որովհետև մեկ կամ երկու անգամ նմանատիպ դեպք եթե կրկնվի, այդ դերասանը պարզապես կզրկվի այդ աշխատանքից։ Իսկ Հայաստանում մի քիչ ավելի այդպես ներողամտարորեն ես մոտենում, նայում ես տարբեր սկսում ես մարդու վիճակի մեջ մտնել եւ այլն, բայց սրանք բերում են ոչ մասնագիտական եւ ոչ պրոֆեսիոնալ որակների, թեև ես ինքս թատրոնում այն ինչ վերաբերում է մեր աշխատանքային գրաֆիկին շատ խիստ եմ վերաբերում այդ իմաստով եւ հիմա էլ բոլորին ասում եմ, որ ապագայում որևէ ներում չի լինելու այդ մակարդակում։ Ես ինքս շատ պատասխանատու մարդ եմ եւ իմ մասնագիտությունը շատ սիրող եւ հարգող մարդ եմ եւ միշտ պահանջում եմ, ովքեր ինձ հետ են աշխատում, որպեսզի մասնագիտությանը նույն կերպ վերաբերեն։ Շատ կուզեի, որ դա այդ մոտեցումը համակարգային լիներ եւ բոլոր թատրոնները, բոլոր ուսումնական կենտրոնները նմանատիպ սկզբունքներ պահպանեին, այդ դեպքում կարծում եմ, որ որակը կրկնակի կբարձրանար
մենք միշտ նայում ենք դրսի ներկայացումները, հիանում ենք դերասաններով եւ այլն, բայց հիանալուց բացի պետք է հասկանալ, թե ինչ քանակի մեծ աշխատասիրություն, գիտելիք եւ փորձ է դրված, որպեսզի սովորական մարդը հասնի դառնա այդ մակարդակին դերասանի ու հուսով եմ, որ Հայաստանում առաջիկայում նմանատիպ որակյալ դերասաններ, որակյալ մասնագետներ, պրոֆեսիոնալներ ավելի շատ կունենանք։ Այ որ խոսում ենք որակային տարբերությունների մասին, շատ հաճախ ռեժիսորներից լսում ենք նման արտահայտություն, որ մենք կարող ենք լավ բան ստեղծել եւ նմանվել արտասահմանյան շուկային, ուղղակի հնարավորությունները, ինչու՞ նաեւ գումարը չի բավարարում։ Արդյոք հնարավոր է չնչին գումարով ստեղծել շատ հրաշալի բան, թե պարտադիր է։ Անշուշտ հնարավոր է մեկ աթոռով եւ մեկ լույսով էլ որակյալ ներկայացում ստեղծել, նայած թե դու ինչի հետ ես համեմատվում եւ ինչին ես ձգտում։ Բնականաբար մեծ տեսակի մյուզիկլներ, մեծ մասշտաբային ներկայացումներ ստեղծելու համար բնականաբար գումարներ պետք են, բայց ես վստահ եմ, որ հենց հիմա եթե այդ մեծ գումարներն էլ այստեղ դրվի, այդ մասնագետները չկան, որպեսզի կարողանան նույն որակը ստանալ։ Դա միայն գումարի հետ կապ չունի, դա գիտելիքի, փորձի, ինչպես ասեցի, նաեւ պրոֆեսիոնալիզմի հետ է կապված, եւ ես կարծում եմ, եթե մենք հասնենք նրան, որ մեր մասնագիտական որակները բարձրանան այնքան, ինչպես որ ստանդարտներն են թելադրում, այդ դեպքում նաև այդ գումարներն էլ կգտնվեն, որովհետև այնպես չի, որ Հայաստանում թատրոնները քիչ են ֆինանսավորվում կամ հնարավորությունները այնքան չեն։ Ես կարծում եմ, որ մեր երկրի հնարավորությունների համեմատությամբ բավականաչափ մեծ տեղաշարժ կա, պարզապես նայած թե ով ինչպես է այդ ռեսուրսները օգտագործում, հա, արդյոք դրանք ուղղակի վատնվում են, թե իսկապես ներդրվում է կատարում եւ լավ պրոդուկտներ են ստեղծվում։ Այդ իմաստով կարծում եմ միայն գումարի մեջ չի հարցը, եւ ես էլի այդ հարցին պատասխանելով նույն դերասաններին էլ, հա, դու կարող ես, չգիտեմ, 10 դրամ վճարել իրեն նույն դերը խաղալու համար կամ, չգիտեմ, 1 միլիոն դրամ վճարել, բայց եթե ինքը մասնագիտական որակներ չունի, այդ գումարի չափից իր խաղի որակը չի փոխվելու, այստեղ պետք է գալ բովանդակությանը եւ մասնագիտական որակներին։ Առաջին մասնագիտական որակների մասին է որ անդրադառնում ենք, շատ հաճախ լսում ենք, որ երիտասարդներ կան, որ ինքնուս արդեն իրենց մեջ կա տաղանդ եւ առանց ինչ որ մի տեղ սովորելու տեսնում ենք, որ հայտնվել է մեծ բեմերում, մեծ ֆիլմերում է նկարահանվում։ Ձեր կարծիքով հնարավոր է ինքնուս, թե ամեն դեպքում պետք է ստանալ այդ կրթությունը պարտադիր։ Պարտադիր պետք է ստանալ մասնագիտական կրթություն, պարտադիր, այո, այսօրվա սոցիալական ցանցերի, ինչու՞ չէ նաև բաց ռեսուրսների, որովհետև հիմա շատ օրինակ կրթական ծրագրեր կան, որոնք որ բաց հարթակներում են դրված եւ մարդը ուղղակի այդ վիդեոները նայելով կարող է որոշակի ինչ որ մասնագիտական գիտելիքներ ձեռք բերել, բայց պրոֆեսիոնալ դառնալու համար տարիներ են անհրաժեշտ, ժամանակ է անհրաժեշտ, որ դու ծախսես ինքդ քո ինքնազարգացման, քո կրթության վրա, ցավոք սրտի դա չի արվում, կարճ ինչ-որ կուրսերի են գնում, 1-2 ամիս ու մեկ էլ հանկարծ ինչ-որ մասնագետ են դառնում, մենք բոլորս հասկանում ենք, որ դա լուրջ չի եւ բնականաբար այն մարդն էլ ով այդ ճանապարհով է, հա, ասում ես դերասան դարձա, հետո որոշ ժամանակ հետո հասկանում է, որ դա չի աշխատում։ Անշուշտ շատ նկարահանվելով, փորձ ձեռք բերելով, էլի որոշակի բաների կարող ես հասնել ինքնուս լինելով, բայց մասնագիտական կրթությունը մի ուրիշ պինդ հարթակ է ստեղծում քո մեջ, պենսիոների վրա ես կանգնում եւ տարբեր նախագծերում հետո ձուկը ջրի նման ես քեզ, հա, ձուկը ջրում ես քեզ զգում։ Իսկ այն դերասանները, ես շատ նաև օրինակներ գիտեմ, որ սիրողական սկսել են, հայտնի են դարձել, բայց հիմա միևնույնն է գալիս են եւ սկսում են նույն ինստիտուտում հա կրթություն ստանալ, այսինքն միևնույնն է այդ ակադեմիական կրթությունը շատ կարեւոր մի բան է։
Այ կրթության մասին խոսելով եւ փոքր թատրոնի նորից անդրադառնալով մեծ դիտողներից շատերը ինձ թվում է արդեն կհետաքրքրվեն եւ կցանկանան սովորել, ինչ հարցազրույցի միջոցով է ընթանում քննությունը, որպեսզի երեխաները ընդունվեն եւ որքան ժամանակ է տևում դասերը եւ որքան ժամանակ հետո է նորից նոր ընդունելություն լինում։ Ընդունելությունը տեղի ունենում ինչպես բոլոր տեղերում սեպտեմբեր ամսին, մոտ 1 ամիս է տևում, 1 ամսվա ընթացքում խմբերը համալրվում են, հետաքրքրվողները կարող են մեր Facebook-յան էջին հետևել, այնտեղ միշտ հարցազրույցի օրվա մասին տեղեկություն է տրվում, ինչպես ասացի, շաբաթական 3 անգամ են դասերը, եւ մեր կրթական ծրագիրը տևում է մոտ 4 տարի, այսինքն երեխան, եթե ցանկություն ունի շարունակելու մեզ հետ, ինքը առնվազն 4 տարի կարող է հաճախել թատրոն, տարբեր խմբերով զարգանալով առաջ գնալ, բայց նաեւ ցանկացած պահի, երբ զգում է, որ սա իր տեղը չէ, նույնպես հանգիստ կարող է այո դադարեցնել։ Իսկ բացի թատրոնից ձեր անձնական ստեղծագործական ուղում ինչ նորություններ են սպասվում, ինչ փոփոխություններ կան։ Առաջիկան նորությունը դա, ինչպես ասացի, ամանորյա ներկայացումը հավանաբար կլինի, որը կբեմադրվի։ Մի մեծ նախագիծ եմ ուզում մյուս տարի սկսել, դեռ ճակերտները չեմ ուզում բացել, դա մի նախագիծ է, որը տարիներ առաջ Հունաստանում եւ Գերմանիայում եմ բեմադրել։ Կարծում եմ, որ մյուս տարի մեզ հետաքրքիր մի ներկայացում կսպասվի փոքր թատրոնի որպես արտադրանք։ Երկար տարիներ նաև ես ներառականության ոլորտում եմ շատ աշխատել եւ թատրոնում հիմնադրել էի պարային մի խումբ, որտեղ հաշմանդամություն ունեցող եւ չունեցող մարդիկ են ներգրաված եւ այս նոր նախագիծը էլի կապ է ունենալու ներառականության հետ։ Թատրոնը նաեւ ուզում եմ ասել, որ նաեւ վերապատրաստման դասընթացներ է անցկացնում ներառականության ոլորտում, ուզում եմ նաեւ առիթը օգտագործել եւ ասել, որ առաջիկայում հենց մի շաբաթվանից Գեղագիտության ազգային կենտրոնի արդեն ծրագրերի շրջանակում արվեստի ոլորտի ուսուցիչների համար շատ հետաքրքիր 2 շաբաթյա վերապատրաստման դասեր են լինելու եւ բոլոր ցանկացողներին հրավիրում ենք մասնակցելու, լինելու են եւ հայ մասնագետներ եւ Շվեդիայից հրավիրված մասնագետներ։ Շնորհակալ եմ շատ, պարոն Բադալյան, հետաքրքիր զրույցի համար եւ արդեն սպասենք նորությունների։ Ես եմ շնորհակալ։ Սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ այսօր զրուցում էինք ռեժիսոր, փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար, Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Վահան Բադալյանի հետ։ Այս պահին առաջարկում եմ դիտենք տեսահոլովակ, որից հետո կշարունակենք հաղորդումը։ Մենք շարունակում ենք թողարկումը, հարգելի հեռուստադիտողներ, իսկ հիմա հերթը օգտակար խորհուրդներին է եւ խոսելու ենք այսօր թուրինջի մասին։ Վերջին տարիներին թուրինջը դարձել է ամենապահանջված մթերքներից մեկը։ Այս մրգի պահանջարկն ապահովել է կալորիաների շատ քիչ քանակություն, 100 գրամում ընդամենը 42 կիլոկալորիա եւ նյութափոխանակությունը արագացնող նյութեր։ Համարվում է, որ թուրինջը նարինջի եւ պոմելոյի խառնուրդն է, այն անվանում են խաղողապտուղ, քանի որ ողկույզներով է աճում։ Աշխարհում գոյություն ունի այս մրգի մոտ 20 տեսակ։ Դրանք տարբերվում են իրենց համային հատկանիշներով եւ պտղամսի գույնով, սպիտակից մինչեւ մուգ վարդագույն։ Թուրինջը հարուստ է մի շարք վիտամիններով, այդ թվում A, PP, C, D, նաեւ B խմբի վիտամիններով։ Բացի այդ, այն պարունակում է կալիում, մագնեզիում, կալցիում, ֆոսֆոր եւ այլ օգտակար նյութեր։ Պտղամիսը բջջանյութի հարուստ աղբյուր է, իսկ եթերայուղեր է պարունակում։ Թուրինջը քայքայում է խոլեստերինը եւ նվազեցնում արյան մեջ շաքարի քանակությունը։ Ցուրտ եղանակին օգնում է խուսափել ավիտամինոզից եւ պահպանել դիմադրողականությունը։ Թուրինջի եթերայուղերն օգնում են պայքարել սթրեսի դեմ։ Փորձագետները պնդում են, որ այս մրգի բույրը կարող է նվազեցնել գլխացավը եւ նյարդային լարվածությունը։ Պտուղը պարունակում է պեկտին, որն օգնում է ազատվել խոլեստերինից։ Այս նպատակով բժիշկները խորհուրդ են տալիս ուտել վարդագույն պտղամսով պտուղները, քանի որ մի քանի ավելի պեկտին են պարունակում, քան բաց գույնի պտուղները։ Թուրինջը մեծ քանակությամբ կալիում է պարունակում, ինչը սրտի եւ անոթների առողջական գլխավոր օգնականն է։ Այն խորհուրդ է տալիս օգտագործել նաև աթերոսկլերոզի եւ սրտի անբավարարության պրոֆիլակտիկայի համար։ Սակավարունության դեպքում ժամանակակից բժշկությունը խորհուրդ է տալիս լյարդից եւ նռան հյութից բացի նաև թուրինջ օգտագործել։ Այն օգնում է հակաօքսիդանտների եւ
կարտինոիդների շնորհիվ։ Չնայած մի շարք օգտակար հատկություններին, թուրինջը չպետք է օգտագործել չափավոր եւ զգուշորեն։ Քչերը գիտեն, բայց որոշ դեպքերում այն կարող է մահու չափ վտանգավոր լինել։ Բանն այն է, որ այն ազդում է ամենատարբեր հիվանդությունների բուժման համար նախատեսված 50 դեղամիջոցի արդյունավետության վրա։ Մինչդեռ դրանց մեծ մասի դեպքում հարկավոր է ճշգրիտ չափաբաժին պահպանել։ Դրանց թվում են խոլեստերին իջեցնող դեղերը, սրտի հաճախականության դեպ դեղամիջոցները, ցավազրկողները, արյան ճնշում իջեցնող հաբերը, հակաուռուցքային անգամ հակաբեղմնավորիչ միջոցները։ Արդյունքում կարող է առաջանալ այնպիսի կողմնակի ազդեցություններ, ինչպիսիք են սրտի ռիթմի խանգարումները, սրտի հանկարծակի կանգը, թրոմբների առաջացումը, երիկամների վնասումը, ողնուղեղի վնասումը, մկանային հյուսվածքների քայքայումը։ Վնասը նվազագույնի հասցնելու եւ օգուտ ստանալու համար բժիշկ սննդաբանները խորհուրդ են տալիս թուրինջը կամ դրա թարմ քամացյութերը սննդակարգում ներառել ոչ ավելին, քան շաբաթական 1-ից 2 անգամ։ Թուրինջ ուտելու լավագույն ժամանակը կեսօրն է, իսկ քաղցած վիճակում հակացուցված է ցանկացած ցիտրուսային միրգ։ Այսքանը թուրինջի օգտակար եւ բացասական ազդեցությունների մասին, իսկ հիմա առաջարկում եմ խոսենք սանահին վանական համալիրի մասին, որը գտնվում է Հայաստանի Լոռու մարզի Ալավերդի քաղաքից դեպի հարավ, Դեպետ գետի աջակողմյան բարձրադիր սարահարթի վրա։ Կավարկած, որ սանահին անունը ստացել է Հաղպատի վանքի կառուցումից հետո, սա քանզնահին իմաստով։ Եղել է հայ միջնադարյան հոգևոր մշակութային եւ գիտակրթական խոշոր կենտրոն։ Սանահին եւ Հաղպատ վանական համալիրները համարվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ։ Իսկ վանական համալիրի մասին ավելի մանրամասն տեղեկություններ իմանալու համար առաջարկում եմ դիտենք պատրաստված տեսանյութը։ Սանահին վանական համալիրը գտնվում է Հայաստանի Լոռու մարզի Ալավերդի քաղաքից դեպի հարավ, Դեպետ գետի աջակողմյան բարձրադիր սարահարթի վրա։ Կավարկած, որ Սանահին անունը ստացել է Հաղպատի վանքի կառուցումից հետո, սակայն զնահին իմաստով։ Եղել է հայ միջնադարյան հոգևոր մշակութային եւ գիտակրթական խոշոր կենտրոն։ Ըստ Կիրակոս Գանձակեցու վանքը ոչ թե հիմնադրվել է 10-րդ դարում, այլ վերակառուցվել է նախկին եկեղեցու ավերակների վրա։ Իսկ վերակառուցումից հետո անվանվել է Սուրբ Աստվածածին։ Հետևաբար վանքը մինչ այդ արդեն ունեցել է կրոնավորների խումբ, կրճատուն, սակայն լայն տարածում է գտել միայն 10-րդ դարում, իսկ համբավն ու հեղինակությունը մեծացել է ամենափրկիչ եկեղեցու կառուցումից հետո։ 979 թվականին վանքը դառնում է Գյուրիկյան թագավորության հոգևոր կենտրոն եպիսկոպոսանիստ։ Վանքի շուրջը համախմբվում են այնպիսի տոհմեր, ինչպիսիք են Զաքարյանները, Մամիկոնյանները, Աշոտյանները եւ այլ մեծանուն գործիչներ, գիտնականներ, ճարտարապետներ եւ քանդակագործներ։ Սանահին վանական համալիրի կազմում են 4 եկեղեցիները՝ Սուրբ Աստվածածին եւ Սուրբ Ամենափրկիչ իրենց գավիթներով, ինչպես նաև Սուրբ Հակոբ եւ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիները։ Առանձին ուշադրության են արժանի նաև Զանգակատունն ու Գրատունը։ Վանքում են գտնվում Գյուրիկյանների, Զաքարյանների եւ Արղության երկայնաբազուկների տոհմական դամբարանները։ Հատուկ կարևորություն ունեն աղբյուրների շենքերն ու գեղաքանդակ խաչքարները։ Սանահին վանական համալիրում դամբարանները 4-ն են։ Առաջինը գտնվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու արևելյան պատի տակ։ Այստեղ են թաղվել Գյուրիկյան թագավորության հիմնադիր Գուրգենը եւ Դավիթ Անհողինը։ Այս մասին վկայող արձանագրության տապանակարը եւս գտնվում է դամբարանի տարածքում։ Դամբարաններից կարևոր ու առավել ուշադրության արժանի է Զաքարյանների դամբարանը։ Այն գտնվում է Պարսպից դուրս, հարավային կողմում։ Դամբարանը կառուցվել է Զաքարիա եւ Իվանե եղբայրների կողմից 1189 թվականին։ 1187 թվականին մահացել էր նրանց հայրը Սարգիս Զաքարյանը, եւ դամբարանը կառուցվել է հենց նրա գերեզմանակալի վրա։ Դամբարանը նաեւ Գրիգոր Վարդապետ Տուետորդու հուշարձանը։ Ճարտարապետորեն ձևավորված պատվանդան արևմտյան կողմից ունի նեղլիկ աստիճաններ։ Այս հորինվածքը նմանակում է Օձունի կոթողը։ Պատվանդանի վրա կանգնած է մի պերճաշուք խաչքար, որի թիկունքին կա մի ընդարձակ արձանագրություն։ Այն վկայում է, որ կոթողը կերտել է Մխիթարը 1184 թվականին։ Գրիգոր Վարդապետը մահացել է 12-րդ դարի սկզբին, իսկ դին ամփոփված է խաչքարի առջև։ Վանքի շրջապարսպի հարավ-արևելյան եզրում սրբատաշ բազալտով 19-րդ դարի վերջին նույնպես կառուցվել է դամբարան, որը պատկանում է Զաքարյանների ժառանգորդ Արղության երկայնաբազուկներին։ Եկեղեցու արմատները հենց այս հողի մեջ են, այս լռության, այս խոսքի, այս հավատի մեջ։ 1196 թվականին Սանահինը ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում որպես բացառիկ արժեք ունեցող հայկական մշակութային կոթող։ Երբ հեռանում է Սանահինից, ինչ որ բան մնում է քո ներսում քարե, հին, բայց կենդանի։ Ոչ թե պարզապես հիշողության, այլ ժառանգության, որը մնում է մտքում, հոգում ու սրտում։
Հարգելի հեռուստադիտողներ, այսօրվա համար մենք նախատեսել էինք այսքանը, շնորհակալ եմ մեզ հետևելու համար, իսկ ձեզ արդեն մաղթում եմ հաճելի օրվա շարունակություն և մենք կհանդիպենք վաղը, տեսություն։